մեդիայի եթերում Renews լրատվականի թողարկումն է։ Տաղավարում աշխատում են Դավիթ Սարգսյանը եւ Աննա Մարգարյանը։ Այս ժամին օրվա գլխավոր իրադարձությունները փորձենք ամփոփել, զտելով աղմուկն ու տեղեկատվական շփոթեցնող հոսքերը։ Մեկնարկենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Նախ ԱԱԾ-ն հայտնում է, որ Սյունիքում երկու անչափահաս մոլորվել ու հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Տեղ համայնքի բնակիչներ 17 տարեկան Կարեն Արմենի Ջահանգիրյանը եւ Անդրեյ Արմենի Գյագունցը գիշերը 1:30-ի մոտ Արավուս գյուղի մոտ ըստ ԱԱԾ-ի մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները նրանց գտնվելու վայրը պարզելու եւ վերադարձնելու համար։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ կայացել է Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Մասուդ Փեգեշքյանի հեռախոսազրույցը։ Քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Իսկապես Իրանի հետ շատ բան կա խոսելու տարածաշրջանային անվտանգության մասով, եթե նկատել եք, Իրանը շատ է ակտիվացել, պարբերաբար խոսում է իր կարմիր գծերի մասին։ Հիշեցնեմ նաև, որ անցած շաբաթ Թուրքիայի նախագահն էր ասել, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցում ակնկալում է Իրանի աջակցությունը։ Ամեն դեպքում հետաքրքիր է, հետևում ենք։ Հայաստանում է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Օրը սկսել է հուշահամալիրներ այցով։ Նա եղել է հաղթանակի զբոսայգում, հետո էլ Ծիծեռնակաբերդում։ Հետո գնացել են ազգային ժողով, որտեղ հավաքվել են Ռուսաստանի դեմ բողոքող ակտիվիստներ Հայաստանի ու Եվրամիության դրոշներով, ինչպես Լավրովի այցի դեպքում։ Ցույցն անպատասխան չի մնացել։ Ազգային ժողովի մոտ են հասել Ռուսաստանի դրոշներով ու բարեկամական պաստառներով հակացույցի մասնակիցները ու սկսվել է լեզվակռիվ։ Մատվիենկոյի այցի դեմ դուրս եկած ցուցարարները հանդարտվեցին նրա հեռանալուց հետո ճանապարհելով։ Գնահատական չտանք, ահա այսպիսի վանկարկումներով։ Այնուհետև Մատվիենկոն հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումը տևել է նախատեսվածից շատ ավելի երկար։ Այս մասին ռուսական կողմն է հայտնել։ Դրանից հետո Մատվիենկոն հայտարարել է, որ Փաշինյանի ու Ռուսաստանի նախագահի հարաբերությունները կառուցողական են եւ ոչ մի խնդիր չկա։ Ինչը չես ասի Փաշինյանի ու ամենայն հայոց կաթողիկոսի մասին, այստեղ ամեն ինչ վատ է, ամեն օր ավելի վատ։ Այսօր ուրբաթ է, շաբաթը սկսվեց ու արդեն 5 օր ամեն օր Նիկոլ Փաշինյանը օրը սկսում է հոգևորականների մասին աղմկահարույց գրառումներով։ Այսօր եւս գործող իշխանություն հայ առաքելական եկեղեցի հակամարտության առիթով հարկ է հիշել, որ գործող սահմանադրությամբ հայ առաքելական եկեղեցին ունի հատուկ կարգավիճակ։ Հիմա, ինչպես գիտեք, օրակարգում են սահմանադրական փոփոխությունները։ Ինչ կլինի հայ առաքելական եկեղեցու կարգավիճակի հետ այս ամենից հետո։ Բարդ է ասել, Արդարադատության նախարարն այսօր հայտնել է, որ շուտով տեղի կունենա սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ։ Այս ամսվա վերջ կամ մյուս ամսվա սկիզբ կունենանք խորհրդի նիստ եւ խորհրդի անդամներին կներկայացնենք որոշակի դրույթներ, որոնք ըստ էության արդեն մշակվել են, բայց մինչ այդ որևէ փակագիծ բացել չեմ ցանկանա։ Այդ նիստը իհարկե դեռ կքննարկենք ուղիղ հեռարձակվելու է թե ոչ, բայց երկու դեպքում էլ հանրությունը տեղյակ կլինի այն մասին, թե ինչ է քննարկվել այդ նիստում եւ ինչ որոշումներ են կայացվել։ Ամենայն հայոց կաթողիկոսի մասին այսօր խոսել է նաև Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, ավելի պարզ ասած ադրբեջանցիների հոգևոր առաջնորդ Ալլահ Շուքյուր Փաշազադեն։ Նա ասել է, որ հոգևոր մարդը չպետք է այդքան խորասուզվի քաղաքականության մեջ։ Այդ պատճառով նա չի ուզում հանդիպել ամենայն հայոց կաթողիկոսի հետ։ Միևնույն ժամանակ քաղաքականության մեջ չխորասուզվածը հայտարարել է, որ հույս ունի Երևանի Ղազիաթ, այսինքն իրենց մասնաճյուղը, որը բացել են Բաքվում, ադրբեջանցիների վերադարձից հետո կսկսի գործել նաև Երևանում ու Էջմիածնում։ Ծանր է հետևել այս ամենին։ Եկեք մի փոքր ցրվենք բյուջեով, եթե իհարկե դա հնարավոր է։ Փորձենք հնարավորին չափ պարզ հասկանալ, թե ուր են հասել քննարկումները։ Ֆինանսների նախարարը խորհրդարանում ներկայացրել է 2024 թվականի կատարողականը։ Վարչապետի աշխատակազմին 2024-ին հատկացրած ընդհանուր գումարը կազմել է 21 միլիարդ 600 միլիոն դրամ։ Վարչապետի աշխատակազմը
իրականացնում է 11 ծրագիր եւ նախնական պլանով հաստատվել է 51 միջոցառում, այնուհետև իրականացվել է 63 միջոցառում, ծրագրի կատարողականը եղել է 93.1%։ Կրթվելը նորաձև է արշավն իրականացվում է պետբյուջեի միջոցներով։ Այս մասին է հայտնել վարչապետի աշխատակազմի ղեկավարը։ Վարչապետի միջոցառումն է, վարչապետի առաջնահերթ այսպես ծրագրերից մեկն է, իրականացվում է աշխատակազմի միջոցներով։ Արարատ Միրզոյանի կինը նշանակվել է ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն։ Փոխվարչապետը նրան ներկայացրել է հիմնադրամի աշխատակազմին։ Գոհար Աբաջյանը հավաստիացրել է, որ կներդնի առավելագույն ջանքերը ներդրումների ներգրավման եւ ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ տեսանելի արդյունքներ գրանցելու համար։ Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը Facebook-յան գրառմամբ հայտնել է, որ վարչական դատարանը 5 դատավորների կոլեգիալ որոշմամբ բավարարել է Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության դիմումը Երևանի ավականու անցած տարվա դեկտեմբերի որոշումը չեղյալ համարելու մասին, որը սահմանում էր Երևան համայնքում տեղական վճարների 2025-ի դրույքաչափերը։ Այլ կերպ ասած, դատարանը կասեցրել է Երևանում A եւ B գոտիներում կամ կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջաններում կարմիր եւ կապույտ կետագծերում ավտոմեքենաների կայանման վճարների թանկացման որոշումը։ Ըստ նրա, քանի որ 2025 թվականի համար ընդունված որոշումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ եւ քանի դեռ Երևանի ավականին չի ընդունել ավտոկայանատեղիում կայանման համար սակագների մասին նոր որոշում, մարդիկ կարող են կայանել իրենց մեքենան A եւ B գոտիներում անվճար եւ չգնել ոչ մի փաթեթ ժամայինից մինչև տարեկան։ Աննա, արի գնանք տեսնենք աշխարհում ինչ կա չկա, գլխավորը Դոնալդ Թրամփ-Իլոն Մասկ հակամարտությունն է, Twitter-ային պատերազմ։ Թրամփը ասել է, որ հիասթափված է Մասկից ու սկսել է անկառավարելին, ընդཐུպ մինչև սեռական ոտնձգությունների ակնարկներ, առցանց իսկական տուր ու դմփոց միլիարդավոր կորուստներով գլոբալ շուկաների վրա ահռելի ազդեցությամբ։ Մանրամասները կպատմենք երեկոյան 9-ին, հետևեք, շատ հետաքրքիր է։ Չգիտեմ որքան հաջողվեց հնարավորին չափ անվրդով ներկայացնել լուրերը, բայց եկեք վերջում մի քիչ բալետից խոսենք, առավել եւս, որ այսօր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։ Այսօր սկսվում է Երևանի միջազգային բալետային փառատոնը, այսօր եւ վաղը ելույթ կունենա Մոսկվայի Բոլշոյ թատրոնը, կներկայացնեն Ժիզել եւ Գալա բալետ։ Բալետային գիշերներ բաց երկնքի տակ ներկայացնում է Անի Հովհաննիսյանը։ Արդեն վաղ հունիսի 6-ին կմեկնարկի թվով 3-րդ Երևանի բալետի միջազգային փառատոնը։ Այս հսկայական բեմը կառուցելու, ինչպես նաև Մոսկվայից եւ Սանկտ Պետերբուրգից արտիստներին հյուրընկալելու վրա ծախսվել է 16 օր եւ 597 միլիոն դրամ։ 24-ժամյա ռեժիմով աշխատանք է եղել թե բովանդակային, գեղարվեստական, նվագախմբային եւ արտիստական կազմը 500 հոգի է, եւս 600 հոգի Երևանից աշխատակազմ է աշխատել, օպերա եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Երևանի քաղաքապետարանը եւ հսկայական տեխնիկական անձնակազմը։ Մշակութային այս բացառիկ միջոցառումը տեղի ունենում բաց երկնքի տակ, Թումանյանի անվան զբոսայգում, հունիսի 6-ից 13-ը։ Նախորդ 2 տարիներին մենք գերազանցել ենք 100,000 հանդիսատեսը, իսկ այս տարի, այս 5 օրերի ընթացքում այս տարվա փառատոնին կանխատեսում ենք 100,000-ից ավել հանդիսատես։ Նման փառատոնները 3-4-5 տարի առաջ են պլանավորվում, բայց ընտրությունը այնպես է լինում, որ մենք գիտենք, որ թատրոնները մեր հանդիսատեսը կցանկանար տեսնել։ Այսինքն ամեն դեպքում Ռուսաստանից հյուրերին հրավիրելը կապված է նաև հանդիսատեսի ցանկությունների հետ, հա։ Այստեղ հարցը ցանկությունների մեջ է եւ իհարկե մեծ թատրոնը եւ Մարինան թատրոնը, գիտեք, աշխարհի լավագույն թատրոններն են։ Ցերավիրում ենք այնպիսի բեմադրիչների, որոնք տարբեր ձեռագրերով են աշխատում, որպեսզի մեր բալետային խումբն էլ կարողանա զարգանա եւ ավելի արագ զարգանալ։ Փառատոնի բացումը կանի Մոսկվայի մեծ թատրոնը, Ժիզել եւ Գալա բալետ ներկայացումներով։ Ես առաջին անգամ եմ այստեղ եւ դա հրաշալի է։ Վստահ եմ մարդիկ այնտեղ մեզ կաջակցեն։ Ես կարծում եմ, որ թատրոնը շատ լավն է։ Արտիստի համար միշտ հետաքրքիր է դիտել, թե ինչպես են աշխատում այլ բալետի արտիստները։ Օրինակ, ես երբեք չեմ ապրել բաց հարթակում բալետ, միայն գալա համերգներում։ Ես երևի ինձ չեմ առանձնացնում որպես սովորական մարդ եւ առանձին որպես բալերինա։ Ինձ համար դա մեկ ամբողջություն է։
Ահա, նայեք, սա իմ փոքրիկն է։ Իսկ այստեղ իմ մեծ թատրոնի խաղացանքն է։ Շատ ներկայացումներ կան։ Նոր խորեոգրաֆներ են գալիս, նոր բեմադրություններ։ Դա շատ հրաշալի է, երբ ամեն ինչ կանգ չի առնում։ Երևանի միջազգային բալետային փառատոնը ոչ միայն գեղարվեստական, այլև սոցիալական առաքելություն ունի։ Քաղաքային մշակութային կյանքը դինամիկ եւ հասանելի դարձնել բոլոր շերտերի համար, խթանել մշակութային туриզմը եւ Երևանը վերածել բալետային մայրաքաղաքի։ Անի Հովանեսյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։ Վերջում էլ եղանակի մասին։ Այսօրվանից մինչև հունիսի 10-ը հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-ից 6 աստիճանով։ Երկրի որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Դե ինչ, մենք հասանելի ենք YouTube-ում, Telegram-ում, Instagram-ում, X-ում, Facebook-ում, Spotify-ում։ Ամենօրյա թարմացումներին ծանոթացեք նաեւ մեր պաշտոնական կայքեջում։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը։ Կհանդիպենք երեկոյան 9-ին հանուն Հայաստանի Հանրապետության։